Սիրելի հայրենակիցներ, բազմիցս են բարձրաձայնել Գեղարքունիքի մարզի սահմանամեզ լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի օրի խորացող խնդիրները։ Բարձրաձայնելու եմ շարունակական, քանի դեռ այս խնդիրների վերաբերյալ պահպանվում են օրվա իշխանության անընդունելի վարքագիծը, խնդիրները ավելանում են, իսկ դրանց լուծումները հետաձգվում պոպուլիստական սուտ խոստումների քողի տակ։ Ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ճամբարակ խոշորացված համայնքի բազմաթիվ քաղաքացիներ։ Մեր հայրենակիցները օբյեկտիվորեն իրենց բողոքն են արտահայտում այս համայնքներում օպտիմալացման քողի տակ պետական հաստատությունների փաստացի փակման վերաբերյալ, անձնագրային ծառայություններից մինչև հանրակրթական դպրոցներ, կադաստրի ստորաբաժանումներից մինչև նոտարական գրասենյակներ։ Պաստորեն մարդկանց խնդիրները օգսերը թեթևացնելու փոխարեն սահմանամերձ մեր հայրենակիցների համար այս իշխանությունները ստեղծում են լրացուցիչ դժվարություններ։ Սրան էլ զուգահեռ տարիներ շարունակ չի լուծում խոշորացված այս համայնքներում կանոնավոր ավտոբուսային տրանսպորտի խնդիրը։ Ինչ է ստացվում։ Մի կողմից տեղի բնակչությունը ստիպված է լինում տասնյակ կիլոմետր անցնել իր ամենօրյա կենսական խնդիրները պետական մարմիններում լուծելու համար, իսկ մյուս կողմից էլ փաստացի չկասանելի կանոնավոր ուղևորափոխադրման հնարավորություն, որը բնականաբար հանգեցնում է լրացուցիչ ծախսերի, առանց այն սոցիալական բեռի տակ գցած մեր հայրենակիցների համար։ Հիմա էլ ասում են դպրոցները փակելուց հետո կապահովեն դպրոցահասակ երեխաների տեղափոխումը այլ բնակավայրերում գործող դպրոցներ։ Ես այն դեպքում, երբ տարիներ շարունակ չեն լուծում այդ բնակավայրերի կանոնավոր տրանսպորտի ապահովման կենսական պարզ խնդիրները։ Դժվար է չհամաձայնել այս համայնքների բնակչության օբյեկտիվ պնդումներին առ այն, որ վարվող քաղաքականության հետևանքով իրենց հայրենի բնակավայրերը դատարկվում են, հատկապես արտագաղթում են երիտասարդները, սոցիալ-տնտեսական վիճակը դառնում է անտանելի, իսկ ժողովրդագրական պատկերը ահագնացող։